Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հետախուզական աջակցություն է ցուցաբերում Իրանին։ Հղում անելով ռազմական հետախուզության տվյալներին, նա նշել է, որ այս համագործակցությունն ապակայունացնում է իրավիճակը եւ բարդացնում վառելիքի շուկայի վիճակը շատ երկրներում։ Ավելի վաղ Wall Street-ը գրել էր, որ Մոսկվան Թեհրանին է տալիս արբանյակային պատկերներ եւ ԱԹՍ տեխնոլոգիաներ, ինչը Կրեմլը որակել էր որպես կեղծիք։ Так с этим приписанным годом ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պնդել է, որ Զելենսկին շոկի մեջ է, տեսնելով, թե ինչպես է միջազգային ուշադրությունն Ուկրաինայից տեղափոխվել Մերձավոր Արևելք։ Ըստ ռուս դիվանագետի Կիևը պատրաստ չէ դիվանագիտությանը, ուստի շուտով կբախվի հակամարտության կարգավորման նոր ու ավելի ծանր պայմաններին։ Նա շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ է բանակցային լուծմանը, սակայն Ուկրաինան շահագրգռված չէ խաղաղությամբ։ Նեբենզյանն նաև քննադատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հյուսիսային հոսքեր գազատարների դեմ իրականացված պայթյունները չդատապարտելու համար։